Շնորհակալություն, նախ պարոն Փամբուխչյան, որպես զեկուցող եմ ձեզ ասում, երբ որ ընդդիմադիրը խոսում է, պարբերաբար ժամը ֆիքսում ընդհատում եք, բայց չեմ չարախնդում կամ չգիտեմ ասում, որ իրանց մի հնարություն տվեք ձեր կուսակիցներին, բայց եթե կա սար, սարը բոլորին պետք է հավասար լինի, էլի, այսինքն բոլորն իրանց միտքը թող ավարտեն։ Բյուջեի հետ կապված անդրադարձը, որը որ ես ուզում եմ կատարեմ, նաև այն մտքին, որ մեր եւ մեր քաղաքացիների արանքը մի մտեք, ես կուզենայի, որ դուք իմանայիք եւ Տիգրան Ավինյանը, որ ձեր եւ քաղաքացիների միջև այսուհետ մեծ անջրպետ է։ Դուք այնքան եք հեռացել քաղաքացիներից, այնքան որ նույնիսկ մեկը մյուսին չեք տեսնում։ Ես մեղավոր չեմ, որ ամբողջ քարոզարշավի ժամանակ քաղաքացիներին մոլորեցրել եք, որ Տորքանգեղում այգի եք կառուցում, բայց փոխարենը էլիտար թաղամաս է կառուցում ու հողազավթումներ է գնում։ Եկեք գնանք միասին նայենք ցույց տամ։ Իհարկե կխուսափեք դուք այդ ամեն ինչից։ Հիմա որ խոսում եմ այգիների մասին, որ խոսք եք տվել, նամակ եմ գրում, մեկը մի բան է պատասխանում, մյուսը ուրիշ բան է պատասխանում։ Դա նորմալ չի օրինակի համար, հասկանում եք։ Երբ որ խոսում բացատրում եմ, թե ոնց պիտի անենք, որ բյուջեն ավել փող գա, հետո ճիշտ ծախսեն, չեք ընդունում։ Երբ որ խոսում են Երևան ավտոբուսից, նամակ եմ գրում, ասում Երևան ավտոբուսի ծախսերը բացեք, մեկը պարզվում է, ման ավտոբուսի վարորդի շոֆերը 700,000 դրամ աշխատավարձ է ստանում։ Էդի Տիգրան Ավինյանին գրել եմ, ինքն էլ պատասխանել է։ Պատասխանում է, որ 1600 վարորդ կա, իսկ այդ փողը տվել է հերոս Արկատուն։ Այդ ամեն ինչը ես հասկացել եմ, որ այդտեղ հարց լուծող ոչ մեկը չկա, ես իմ շփման հարթակը փոխել եմ։ Գիտեմ ոնց եմ շփվում, ում հետ եմ շփվում, ում հարցերն ուղում։ Բայց դա նորմալ չի, հասկանում եք, երբ որ ասում եք հպարտանում ասում եք նոր ավտոբուսներ ենք բերում, ամսական 320 միլիոն դրամ նոր ավտոբուսներին զապչաստ եք առնում։ Այդ նորմալ եղավ։ $800,000, տարին $10 միլիոն նոր ավտոբուսներին զապչաստ եք առնում։ Այդ պատասխանել է Տիգրան Ավինյանը։ Ընդունենք այդ ժամավճար այնտեղ արտահերթ կամ ոնց է կոչվում այդ ավտոբուսի վարորդները ավել են մնում 700 արտաժամյան 700,000-ից թողիշտի 600,000, դա էլ առանձին կետ եք գրել։ Կյանքների մեջ մանի ավտոբուսը այդպես աշխատավարձ տեսել է։ Նույն նամակի մեջ միտեղ գրում եք 1600 վարորդը փող եք դուրս գրում, նույն նամակի հաջորդ տողում գրում եք 1264։ 320 ավտոբուսի շոֆերի փողնում գերբանը գնաց։ Հիմա իմ փոխարեն, եթե լիներ օրինակի համար ինձ հակառակ դիրքերով ասեմ, էլի, Տիգրան Ավինյանը լիներ ավականի, իր լեքսիկոնի մեջ կասեր սառույցը դրեք գլխներիդ հանգստացեք։ Բայց ժողովուրդ նորմալ է, ես հարց եմ տալիս, էլի։ Դուք եք գրել, Տիգրան Ավինյանը պատասխանել է, որ 1600 վարորդ, նույն նամակի մյուս կետում 1264 է։ Մի նամակի մեջ ինձ հետաքրքիր չի Պողոսն է պատասխանել, թե Պետրոսի իմ նամակի հաստատել Տիգրան Ավինյանն ա եղել։ Հետրանից հետո ասում եք բյուջեն արդյունավետ ենք ծախսել։ Էլի իմ փոխարեն եթե լինեիք դուք շատ կոպիտ վիրավորական կխոսայիք։ Իմ դաստիարակությունը կրթությունը թույլ չի տալիս իջնել, որ այդ ոչի մեջ պատասխանեմ, այդ ոչի մեջ ասեմ։ Ու հատիկ առ ոլորտները իմ պապական տան հայաթում գնում եմ փողեք դուրս գնում չկա, հաղթանակի զբոսայգին 2, Դավթաշյանի այգին 3, Վերածննդի այգին 4, հատիկ տարբեր ժամանակահատվածներում նկար ու նեղվում եք։ Մի նեղվեք ժողովուրդ, այլ իրականության հետ առերեսվեք։ Եկեք հետս գնանք քաղաքացիների հետ շփվենք կամ փողոց դուրս գանք։ Տեսեք իմ նկատմամբ վերաբերմունքը ոնց է, ձեր նկատմամբ ոնց է։ Մեկ էլ Միչալյոս, էլի ժողովուրդ, ձեր մաթեմի դասատուն ով է եղել։ Այդ որ 30 տարի ասում եք, ասեք 27 էլ մենք։ Այդ 30-ը որտեղից եք գտե բերել։ Ստացվում է 30%-ը դուք եք կառավարել, 70%-ը ուրիշները։ Կերած զզվացրիք 30% ասեք որ լավացել եք ամեն ինչը։ Կամ քաղաքի ասֆալտապատումը, կախա դուք Երևանից չեք ժողովուրդ։ Հենց փողոց անցյալ տարի անձրևը գալիս էր, ասում ինքնի փոսերը չեք լցում, ասում էր եղանակային պայմանները վատ ա եղել, չեն կարող աշխատեն այդ մարդիկ, տենդերները ասել են ոչ մեկ չի մասնակցել, բոլորը մեղավոր են։ Մենք մեղավոր ենք, դուք կառավարեք, լավ կառավարեք։ Էս է իրական պատկերը, մի նեղացեք ժողովուրդ։ Ու իրականության հետ առերեսվեք ու նորից կրկնեմ, մենք ձեր եւ քաղաքացիների